կամ տվել են արդյոք այլ կացության վայր։ Ներկայացնում եմ զինվոր հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, որը ղեկավարում եմ շուրջ 25 տարի։ Զինվոր համակարգող խորհուրդը ստեղծվել է Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եւ համակարգող խորհրդին գրասենյակը տրամադրվել է Պաշտպանության նախարարության կողմից։ 25 տարի այս շենքում եմ Մուրացան 110-ում եւ 25 տարվա ընթացքում իմ շահառուները երկրորդ հարկում ամեն մեկը մի կազմակերպության նախագահ եւ զոհվածի մայր, զոհվածի այրի, որոնք ապրում են շենքում։ Մի օգոստոս ամսին գալիս են ոստիկանության աշխատողները պետգույքի նախարարությունից եւ ասում են, որ պիտի ազատենք շենքը։ Ասում եմ, ես 25 տարի շենքում ենք եղել մենք, ոչ մեկը մեզ չի զգուշացրել, չի ասել։ Հիմա ոնց բա վտարման որոշում կա, վտարման որոշում ստիպված մենք դիմում ենք փաստաբանների աջակցությանը, դիմում ենք մտնում ենք դատարան, որ այդ վտարման որոշումը դատարանով կասեցնում ենք եւ հələ դատական նիստը մայիսին է նշանակված, անջատում են մեր հոսանքազրկում են շենքը, բնակիչների եւ մեր կառույցի հոսանքազրկում են, ասելով, որ ձեզ չի հասնում։ Փաստ առանց դատականատյանի որոշման, առանց այդ վտարումը կասեցնելու հաշվի չեն առնել ու մեզ հոսանքը զրկել են։ Այսօր բնակիչները շուրջ 10 օր զոհվածի մայրը, զոհվածի այրին առանց հոսանքի մուտտեղ այս շենքում բնակվում են։ Իսկ վտարման որոշումը երբ որ եկել ձեզ ներկայացրել են օգոստոս ամսին, այդ որոշումը ներկայացնելուց հետո նշել են արդյոք ժամանակահատված, որ այսքան ժամանակում պետք է շենքը ազատել, կամ արդյոք ձեզ տվել են այլընտրանք։ Մեզ այլընտրանք չեն տվել, հոսանքը այդ ժամանակ, որ եկել են մեր մոտ վտարման որոշման համար, եկել են ոստիկաններով, մենք էլ ասել ենք եկեք մեզ ժամկետ տվեք կամ ուրիշ տեղ առաջարկեք, որ մենք տեղափոխվենք, ասել են մենք պարտավոր չենք ուրիշ տեղ ձեզ հատկացնելու, վտարման որոշումի կատար պտիացենք, այդ հրամանից հետո մենք ամջապես մտել ենք դատարան, մեր փաստաբանը մտել է դատարան, այդ որոշումը ուղարկել ենք ոստիկանություն, որ վտարումը կասեցնեն։ Մինչև հիմա դատական նիստը նշանակած է մայիսին, տարբեր օրերին բնակիչների դատական նիստը նշանակված է, բայց հələ դատական նիստը չեղած հոսանքազրկել են, որ իրանք իրավունք չունեին, քանի որ դատարանի որոշում չի եղել, մենք վտարվում ենք, թե մնում ենք շենքում, իրանք հոսանքը, մենք պայմանագիր ունենք, ես բաժանորդ եմ կանգնած հոսանքին ջրին, ես բաժանորդ եմ, բայց իրական պատկերը իրանք բան են անել, հոսանքազրկել են։ Պայմանագիրը հեծի հետ է։ Այո։ Իսկ դիմել եք հետ հոսանքազրկման։ Հա, դիմել ենք, ասել են դեր փաստաբանը թող գրություն ուղարկի պետգույքն է կարգադրել մեզ, որ ձեզ հոսանքազրկենք։ Հասկացա։ Իսկ քանի ընտանիք է այս պայմանագրի առաջ։ 10 ընտանիք։ Ու ոչ մի այլընտրանք այդ ընտանիքներին, ոչ մի բնակություն։ Չէ, ոչ մի բան։ Ընտանիքներից ընտանիքի հայրը զոհված է, մեկի որդին անայդ կորած է, մեկի մայրն է, որդին զոհված է, երկու հաշվանդամների ծնողներ են, զոհվածի այրի։ Իսկ ինչ որ աջակցություններ այդ պետությունից ստանում եք։ Չէ, ոչ մի բան։ Ոչինչ։ Այսինքն աջակցություն չկա։ Աջակցություն չկա, շենքը վտարը առած որից է բանը։ Հələ մի բան էլ նախատում են ինձ, որ Տիկին Մարգարիտան բաժանորդը կանգնե, ինչա իրանց հոսանք տալիս։ Փաստորեն ես զոհվածի ընտանիքին հոսանք տալու իրավունք չունեմ։ Այլ խնդիրներ կան, որ կցանկանաք ներկայացնել։ Դե, ինչ ասենք։ Ստանում եմ ես նպաստ, թոշակ եմ ստանում։ Այդ թոշակով ես չեմ կարող ոչ միտեղ գնամ, ոչ միտեղ ապրեմ։ Ինձ հետ ապրում է իմ տղան, որը էլի ոչ աշխատանք ունի, ոչ բան։ Մի տաքսի ակշում կամ մի բան անում, որը հացի փողով։
Ես առողջական խնդիրներ ունեմ, մշակարու եմ, այսօր հնարավորություն չունեմ, որ այստեղ է զորով եք ապրում։ Այստեղ ոնց ասեմ, կարելի է անմատկային պայմաններում, բայց էլի ապրում ենք։ Քանի որ կրիշկագլխներից տանող չենք տալիս։ Այստեղ ընդգրկված են 78 հասարակական կազմակերպություններ, որոնցից վտարելու իրավունք չունեն, ամեն մեկը իրականիկը դրած է որոշում տիրնի, բնայի կողմից, որ ես իրանց անեմ, ոչ մեկին աջաշի։ Չէ, բնան ասմա շենք ես հանձնել եմ պետգույքին է պատկանում։ Եթե առաջ 10 տարի մեկը բնակվում էր կամ զբաղեցնում է տվյալ տարածքը, ինքը արդեն հարց ուներ։ Տվյալ տարածքը ով որ ստանում էր տարածքը, նստած արտի հետ տնօրենության հետ գործեր ունենում։ Իսկ հիմա ներկապային իրանք ոչ մի 25 տարի, իրանք այս շենքի տեղը չեն իմացել 25 տարի, թե շենքը գոյություն ունի, թե չունի։ Իսկ հիմա եկել են այս ժողովրդին ասում են վտարում ենք ձեզ, դուք ստեղ ապրելու իրավունք չունեք։ Իսկ առհասարակ խնդրի հետ կապված որ կառույցների եք դիմել, պետական կառույցներից որևէ կառույցի դիմել եք։ Տարբեր տեղեր դիմումներ, հեղումներ են կարել ու անպատասխան մնացել է, որ կառավարությունը վիճակ չի հարցին լուծում տալու։ Ուղարկել են պետգույք։ Պետգույքն էլ ասում է աճուրդի եմ դնում, եթե ի վիճակի եք, ամեն մեկը հավաքեք այդ ընտանիքներով 35 միլիոն։ Չէ, մեր ամեն մեկիս 35 միլիոն, ամեն մեկ իր տարածքի համար թողումար, փաստորեն 300 հավաքվեք, շենքը գնեք։ Շենքը գնեք։ Շենքը 403 միլիոն 300,000 դրամ է։ Բայց որ բնակիչներով հավաքվենք 300,000 հետ շենք էլ հավաքի։ Ուզումնա 403 միլիոն հավաքի։ 403 միլիոն դե հավաքենք, որ կարողանանք շենքից դուրս չգանք։ Հիմա դուք այլ ինչ գործողություններ եք նախատեսում։ Մենք սպասում ենք մեր դատական նիստի որոշումներին, մինչև վերջ պայքարելու ենք։ Վերաքննիչ, վճռաբեկ, այդքան բան Այս չի։ պահին պահանջում եք հոսանքի վերականգնում, մինչև կլինի դատական նիստը ու կունենաք դատանի Տարեվորոշում։ այլ խնդիրներ կան։ Այնքան խնդիրներ կա, որ սկսենք խոսալը երևի։ Դե պետք է խոսալ, որ իմանանք, հանրությաններ տեղեկացնենք։ Օրինակ ես երկու հաշմանդամով ապրում եմ, այստեղ արդեն 5-րդ տարին է։ Հաշմանդամ ունեմ տանը, խնամողը ես եմ։ Դիմել եմ տարբեր տեղեր, երկրորդ խմբի հաշմանդամներին, ոչ տուն ունեմ, ոչ մի բան, ու չեմ էլ ունեցել սեփականություն, շատ շուտ ունեցել եմ, կեսուրինն է եղել։ Հիմա չունենք։ Ապրում ենք ստեղ արդեն 8 տարի, դիմել եմ ամեն տեղ, սոցիալական եւ աշխատանքի եւ սոցիալական նախարարությունը, ընդեղից եկել է մերժում, որ չգիտեմ ինչ պատճառներով, համբարոսի անդամ եմ, ու ես ոչ մի աջակցություն չեմ տեսնում, էլի պետությունից, թե ես այդ երկու հաշմանդամին որտեղ տանեմ հիմա, եթե պետությունը ինձ տեղից վտարում է։ Իսկ երբանից դուք աջակցություն չունեք, ինչքան ժամանակ Ես երբեք չեմ ստացել աջակցություն, այդ տան հարցն է, որ դիմել եմ թեկուս կացարանով, թեկուս սոցիալական տնով ապահովեք, որ ես խնամակալ եմ երկու հաշմանդամին ոնց պահեմ, չեմ էլ կարողանում աշխատեմ, իրանցով պահի տանը։ Իսկ հաշմանդամության կարգ, հաշմանդամության փոշակ Ունեն, երկուսն էլ երկրորդ խմբի ծանր աստիճանի հաշմանդամ են, աղջիկս համ ավանում հոգեբուժանում գրանցված է, համ ծանր կարճատեսություն ունի, նույնը ամուսինս է, ու մենք ապրում ենք այս պայմաններում սանհանգույցն էլ, որ տեսնեք նկարեք ինչ վիճակ է, շենքի վիճակ է, եթե ես ունենամ պայմաններ կամ գումար, պետությունը ինձ առաջարկում է, առեք շենքը, ոնց առնեմ, ես ուղղակի զարմանում եմ, ոչ մի աջակցություն չեմ ստացել ես այդ երկու հաշմանդամի համար, բացի իրանց թոշակից ու 20,000 նպաստից։ Ինչքան է կազմում թոշակը իրենց։ 37,500 երկրորդ խմբի համար, սկի դեղերին չի բավարարում։
Դե խնդիրներ ասեմ եմ մարդ, թոշակառու եմ, մի շարք, չափից այ նոր հիմա բժշկից հիվանդանոց հերթագրվել էի, չհասրեցին, եկա, որ նորից գնամ ընդեղ։ Ճշմա խնդիր ունեմ, սրտի խնդիր ունեմ, հոդերի խնդիրներ ունեմ, իմ ստացած գումարն էլ ես տալիս եմ մենակ դեղերի։ Ու ասում, այս պայմաններում ապրելը երևի իրանք շներին չեն թողա տեղ ապրեն, բայց մենք ապրում ենք։ Ու հեսուր պայքարում ենք, գոնե այդ մի կտորը մենք ունենանք, միջև տեսնենք ինչ ենք անելու, ինչ է գալիս գլխներիս։ Մենք ուղղակի ամեն տեղը խնդրել ենք, անգամ ինձ գիտեք ինչ են ասում։ Ասում է դու կերակրողից չես կորցրել, դու որդուդ ես կորցրել, ասում է։ Այդ համեմատությունն են, ամեն ինչի մասն է խոսքը։ Իմ որդին զինծառայող այել Քելվաջարում զոհվել է։ Այնպես որ շատ ցավալի է, որ այսօր չափից ավելի անտեսված ենք։ Չկա ոչ միտեղ, ոչ հարգանք, ոչ բամի տեղը, որ գնում ես, դիմում է չեն վերցնում, ուղղակի բանավոր, որ հետո մենք չասենք, տես, մենք դիմել ենք, մեզ պատասխան չեք տվել։ Բանավոր խոսում են, ասում են, լավ, գնացեք, մենք ձեզ կզանգենք։ Ու երբ կզանգեն, ինչ կասեն, դա արդեն Աստված գիտի։ Մենք արդեն ամաչում ենք։ Հասկանում եք, մենք հետև նստած Զարիկի ամուսինը 14 տարեկանից կռվող տղա է եղել, 14 տարեկանից։ Ու այսօր ապրում այս պայմաններում, այս մարդուն այսօր լույսը անջատել են ու բան են անում, որ պետք է հանեն, դուրս եկեք ստեղից գնացեք։ Ուղղակի մենք ափսոսում ենք մեր, չգիտեմ, ոնց ասեմ, մեր այսքան նվիրվածությունը մեր հայ ազգի, մեր հողի համար, որ մենք այսքան պայքարել ենք։ Մեր երեխեքը դիչ պայքարեին։ Հա։ Իմ տղան է 14 տարեկանից մասնակցել է պատերազմի ժամանակ, ամուսինս 90-ական թվականներին անհայտ կորել է, ինքը որպես հաղթանդամ ուժեղ տղա, հորից հետո մասնակցել է բոլոր կռիվներին, դրանից հետո ծառայել է բանակը, բանակից հետո մինչև այսօր ինքը մասնակցել է պատերազմներին ու ինքն էլ հրամանատար տղա, 44 օրվա պատերազմի ժամանակ անհայտ կորած է մինչև այսօր, որ մեր կառավարությունը ինչքան դիմում ենք, ինչքան պայքարում ենք, ոչ մի պատասխան չկա մեր երեխեքից։ Ոչ մեկը մի վստահ բան չի ասում, ուր են մեր երեխեքը։ Չեն ասում, այդքանը քիչ է, մի հատ էլ ստեղ լույս են անջատում։ Ոնց ապրենք։ Տղուցս հետո ինսուլտ ստացա, ինֆարկտ ստացա, չունեմ առողջություն, ճնշում, շաքար, ամեն ինչ ձեռք եմ բերել։ Բայց էլի աշխատում եմ, որ կարողանամ ինչ-որ մի հարց լուծել, բայց գոնե լույսը չանջատեն։ Այս վատ պայմաններում, որ մենք ապրում ենք, գոյատևում ենք, մենք չենք ապրում։ Բայց այս մարդիկ շատ հանգիստ լույսը անջատում են։ Հետաքրքիր է, իրանց վրա որ լույս անջատեն, ոնց կլինի։ Լավ, գոնե մի անգամ տի հիշեն այդ տղերքին։ Գոնե մի անգամ այդ տղերքի անունը պետք է տան, որ իրանք կորան, զոհվեցին հանուն մեր հայրենիքի։ Հա, պայքարեցինք, բայց ինչի հաշվին պայքարեցինք, հանուն ոչինչի պայքարեցինք։ Խոսք չեմ գտնում, ես խոսք չեմ գտնում։ Դատարանի ժամանակ էլ իմ դատավորը ինձ թուղթը գրեց, որ ես ոչ այս մարդուն հանում եմ, ոչ էլ կարողանում եմ ինչ-որ մի բան անեմ, որովհետև իրա սիրտն էլ չտարա, որ հաներ դուրս։ Իսկ հիմա ես ինչ է նշանակում։ Ես ներկայացնում եմ Սպիտակամուր ազատամարտիկների միջոն ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ Մենք մեր ջոկատով բարձրանում ենք դիրքեր, օրերս ամսի 13-ին տղաներին ճանապարհեցի դիրքեր, որովհետև այստեղ առաջացել էր բազմաթիվ խնդիրներ, մեզ նույնպես Մոսկովյան 5-ից վտարեցին։ Առանց նախազգուշացման Այն Մոսկովյան 5-ում գործում էին 15 կազմակերպություններ, որից 10-ը ռազմահայրենասիրական, այնտեղ կային անհատ կորածների, ծնողազուրկ զոհվածների ընտանիքների մի շարք կազմակերպ, որոնք զբաղվում են, բոլորն զբաղվում են ռազմահայրենասիրական գործունեությամբ։ Գրանցված են այստեղ։ Հա, եւ նույն ժամանակ գրանցված եմ ես համակարգող խորհրդի մեջ,
Հա, եւ հիմա տղաների ամբողջ գույքը մնացել է շենքում։ Տղաները հավաքվում էին շենքում, այնտեղից նախապատրաստվում, գնում ենք դիրքեր, իսկ հիմա այնտեղ գույքը փակ, ես ժամանակապետ, որ ես գնամ, պետք է խնդրեմ իրանց, պայմանավորեմ եմ, որ գնամ, իրանք կանտորը բացեն, որ ես այդ գույքը կարողանամ հանել։ Եթե մեզ ամեն տեղից վտարում են, մնում է երկրից էլ վտարում, վերջացնենք, գնանք էլի, ինչ է մնում մեզ անելու էլ։ Քանի որ մենք ուշ ենք միացել ձեր բողոքին, կխնդրեմ նախ ներկայանաք եւ ներկայացնեք ձեր խնդիրը, մեզ տեղեկացրեցին, որ արդեն 10 օր է լույս չունեք շենքում բնակվող մարդիկ, քանի ընտանիք է այստեղ ապրում եւ ընդհանրապես ձեր խնդիրի մասին խնդրում ներկայացրեք։ Եվ ներկայացեք ամեն Զինվոր հասարակական կազմակերպությունների համագործակցություն համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ Համակարգող խորհրդում ընդգրկված են 78 հասարակական կազմակերպություններ, որոնց մի մասը ստեղ օֆիս չունենալու պատճառով գտնվում են Մոսկովյան 5 հաստատ